Բարև, ճակերտներում այսօր Նվարդ Ասատրյանն է։ Նվարդ Ասատրյան, թատերագետ, ծնվել է Երևանում, սովորել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան T66 միջնակարգ դպրոցում, ապա Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Արդյունավետ է եղել համագործակցությունը հատկապես գրական թերթ «Հայաստան», «Իրավունք», «Ազգ», «Երկիր Նայերի», «Նորաթերթ», հայերեն-ռուսերեն լույս տեսնող «Ազատություն», «Հայաստանի կոմունիստ» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերի հետ։ Մի շարք հոդվածներ արտատպվել են Սփյուռքի մամուլում։ 2006 թվականից մինչ օրս կարճատև ընդմիջումով վարում է ավանգարդի մշակույթի բաժինը։ 1999 թվականից անդամագրվել է Հայաստանի թատերական գործիչների միությանը։ Ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության անդամ, բազմիցս ընդգրկվել է Արտավազդ ամենամյա մրցանակաբաշխության և Ռուբեն Բաբայանի հիմնած ազգային թատերական ստեղծագործական միության թատրոն X, ՆՓԱԿ-ի 1 քառակուսի մետր և թատերական լոռի հանրապետական փառատոների մասնագիտական հանձնախմբերի կազմում։ Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության թատրոն պաշտոնաթերթի պատասխանատու քարտուղարը, խմբագրել է մի քանի տարաբնույթ թատերական ժողովածուներ։ Լավագույն լուսաբանման համար գործունեության տարբեր տարիներին արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։ Գալյանովենցին և Սոս Սարգսյանին նվիրված 21-րդ և 22-րդ թատերական լոռի փառատոների կազմակերպմանն ու անցկացմանը էապես աջակցելու համար 2014 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգիր, Նարեկացի հուշամեդալ և Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ։ Ինչպես սկսվեց օրը։ Օրը սկսվեց անձրևի կաթիլներով, արևի սպասումով, որ հետո արդարացավ, և մեկ գավաթ սուրճով։ Եվ այդպես ամեն օր անձրևն ու արևը մի կողմ թողնել։ Դե աշնանը համահունչ, աշնանային եղանակին։ Այն տրամադրություն է ստեղծում։ Արևը ամեն դեպքում ժպիտ է արեցում։ Կա մի գիրք, որ մարդ անպայման պետք է կարդացած լինի։ Անպայման պիտի կարդացած լինի, դժվարանում եմ մի գիրք ասել, ըստ տարիքային, ըստ հասունացման, ըստ տարիքի հեքիաթներ, անպայման Թումանյանի մշակմամբ հեքիաթներ, առակներ, թող դրանք լինեն Խնկո Ապոր առակները, թող լինեն Կռիլովինը, համաշխարհային գրականության գոհարները, անպայման պիտի կարդա արկածային գրականություն, Սկոտ կլինի, Տվեն կլինի, անպայման կարդա դասականներին, հոգեբանական ռեալիզմի, անպայման կարդա հայ դասական գրականությունը Նարեկացուց սկսած, մինչև Թումանյան ու Չարենց, Սևակ ու անթվարկելի մեծություններ։ Մեկ գիրքը Նարեկացի Մատյան Ողբերգության։ Հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։ Հայի բնութագիրը առեղծվածային, որքան պարզ, նույնքան երկմտության տրամադրող, իրարամերժ, հակասական, շինարար, մարտիկ, միամիտ, դյուրահավատ, միաժամանակ ստրկամիտ, ըմբոստ, արարող, մարդասեր, խաղաղասեր, քանքարավոր, Հայի նկարագիրը իմ կարծիքով հայկական լեռնաշխարհի կոնկրետ տեղանքով է պայմանավորված, դրա համար էլ մենք տարբերվում ենք վանեցիները, գյումրեցիները, երևանցիները, որովհետև արմատներից սնվելով հողը, ջուրը, տեղանքը, միջավայրը կոնկրետ նկարագիր են ձևավորում, որ ինչ-ինչ տարբերություններ ունի Երևանի հայը, գյումրեցուց, վանեցին, ասենք սասունցուց, հայի նկարագիրը անհանդուրժող մարտիկ, ընթերցասեր, խաչքարապաշտ։ Որ ֆիլմն եք շատ սիրում։ Ամենից շատ, որ նայելուց չեմ հոգնի, Չապլինի Ոսկե տենդը, ասենք։
Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Ցավոք միայն ֆիլմերով եւ գրքերով։ Իսկ որևէ ուրիշ անձնական հարաբերություն, նախնիներ կամ որևէ նման մի բան կա։ Չէ, անկեղծ ասած, բնիկ Երևանցի եմ ու շատ հեռավոր նախնիներս կարծեմ Կարսից, Մուշից են գաղթել, բայց չեն պահպանել արմատների պատմությունը ու չեն փոխանցել մեզ։ Երևանում կա ձեզ համար շատ նվիրական հատված։ Պատկերացրեք, ըստ Երևանի կերպարի արտաքին նկարագրի փոփոխության ամեն անգամ որևէ հատված է շատ հարազատանում, ամեն դեպքում կենտրոնական հատվածը, հատկապես այն ժամանակ, երբ որ իր ճարտարապետական դիմագիծը չէր աղավաղված, իսկ բոլորովին վերջերս ինձ շատ հարազատ դարձավ Սիրահարների այգին։ Ինչ խմիչք եք նախընտրում։ Խմիչքի հանդեպ առանձնապես հակում չունեմ, բայց 1-2 գավաթ առիթից առիթ, ուսանողական տարիներին դրանք շամպայնն ու գինին, հետո կոնյակը։ Հիմա նույնիսկ չեմ էլ, հիմա արդեն բնական հյութերը։ Իսկ առիթից առիթ, այս առիթները, որոնք սովորաբար լինում են մեծ, ճոխ խնջույքների տեսքով, սիրով եք մասնակցում։ Հա, սիրում եմ ուրախանալ։ Սիրում եմ ուրախանալ, անկախ առողջական, ֆիզիկական, չգիտեմ, մյուս կարգավիճակներիցս, երգել, պարել, ուրախանալ, առանց խմիչքի էլ, առանց գինովության։ Կենսախինդ մարդ եմ։ Իսկ կոչումներին, պարգևներին ինչպես եք վերաբերվում։ Ընդհանրապես հումորով։ Բայց մասնավորապես դրանք կարծում եմ գնահատականներ են ավելի շատ որ պիտի լինեն բարոյական, ավելի շատ պիտի պատասխանատվության զգացում արթնացնեն, քան փառամոլություն հաջորդ պարգևին արժանանալու համար։ Կա մի նկարիչ, որի արվեստը ձեզ գերում է։ Շատ են։ Վերածնունդի նկարիչների համար ուղղակի խենթանում եմ Ռաֆայել, Դա Վինչի։ Շատ սիրում եմ Բաշինջաղյան, Հովնաթանյաններին, Այվազովսկի, Սուրենյանց, Հովհաննես Զարդարյան, հետո կերպարվեստի այդ առնչություններս շատ են լինում, սիրում եմ ցուցահանդեսներ հաճախել ու ամեն անգամ մի նոր նկարիչ եմ ինձ համար հայտնաբերում, որ այդ պահին ինքը ամենասիրելին է դառնում, չնայած նրանց չեմ մոռանում։ Վերջին հայտնաբերությունը ձեր նման։ Վերջին նման հայտնաբերությունս Մուշեղ Մխիթարյան։ Դար ապրած լռություն ցուցահանդես էր կազմակերպված։ Գնացի ինձ համար հայտնաբերելու Մուշեղ Մխիթարյանին եւ զարմանալի մի հայահոտ, հայահենք, իմաստուն մի ցուցահանդես, ես այդքան խոսքաշեն ցուցահանդես չեմ տեսել նկարիչների միության մեծ ցուցասրահում էր առակներով, բիբլիական ասույթներով համեմված, կողմնորոշիչներով, այդքան ինքը խորհրդանիշներով հագեցած, այդքան համամարտկային միաժամանակ հայկական, նույնիսկ առաջին պահ, որ մտա ցուցահանդես, ինձ թվաց ես պատմության, հնագիտության ցուցահանդես եմ մտնում, որովհետև հին օրերի բույրը կար այդ հեթանոս իշխան հենց առաջին այդ խոշոր աշխատանքում, հետո պտտվելով տեսնում եմ, թե ինքը ինչպես մեր սիրելի երգերից քելե լաո քելե երթանք մեր երկիր, ոնց էր ինքը կերպավորել փայտի միջոցով, քարերով, դե ամեն բան, ամեն մի տարրի մեջ, ամեն դետալի մեջ իմաստ էր դրել։ Այդ թատրոնը, ոնց էր ինքը ձևավորել թատրոնը, հին թատրոնը, ու նայում ես մի պահ իրենք անշուք են թվում, բայց երբ որ կենտրոնանում ես իմաստի մեջ, առանց նույնիսկ մակագրություններին ուշադրություն դարձնելու, որոնք ավելի կողմնորոշիչ են ու ժողովրդական իմաստության են թանձրույթներն են, հա, բերում, ու ամենապարզունակ թվացողի մեջ որ խորանում ես, զգում ես, չէ,
ոնց կարելի է սա հենց մակերեսով ընկալել։ Ընկալման խնդիր է կարծում եմ։ Շատ ոգևորվեցի, որ աշխարհում երկու լավ բան կա, երեխայի լավ բույր կա, երեխայի բույրը եւ հացի, նոր թխած հացի բույրը։ Ու ինքը սովորաբար ասենք գորշ գույներն էին գերիշխում, բայց այդ տաշտը հացի եւ երեխային լողացնելու տաշտը այդ տեսակ գունագեղություն ուներ, կապույտ, խաղաղ, ջինջ, զմրուխտ, տրամադրող, կյանք տվող, հա, շատ հետաքրքիր էր ինձ Մուշեղ Մխիթարյան արվեստագետը, ում առաջին անգամ էի հանդիպում, չնայած հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել, ինքն իր համար աշխատում է, նկարիչների միության անդամ է եղել, բայց այնտեղ լինում է ցուցահանդեսից ցուցահանդես, ինքը իր գործն է անում, կարևորը որ ինքը սովորում է բնությունից։ Ու մարդակերպ կուրքեր չունի, բայց սովորում է նաև վարպետանում է գեղանկարչությունից, թե հայկական, թե ասենք համաշխարհային, եւ կարևորը որ ինքը պաշտում է հայ գրականությունը, երաժշտությունը։ Շնորհակալություն։ Վերջին շրջանում տեսած թատերական որևէ ներկայացում, որը տպավորվել է, որն է։ Ամենատպավորիչն ինձ համար, չնայած դա վերջինը չի եղել, Մալյան թատրոնում Պատրիկի սիրելի Պամելայի բեմադրության ներկայացումն էր, Նարինե Մալյանի բեմադրությամբ, մի հրաշալի ռետրո ոճի ներկայացում, տրագիկոմիկական հենքով, տրագիֆարսային էլեմենտներով, չափի մեծ զգացումով, նաև բեմը հնարավորություն էր ստացել ներկայանալու զարմանալիորեն ընդարձակ, անկախ նրանից, որ ապահովում էր կամերային միջավայրի ինտիմ մտերմությունը, հա, հաղորդակցությունը հանդիսատեսի հետ, ու ասեմ, որ Անդրանիկ Հարությունյանի բեմանկարչական դեբյուտն էր, որը բարձր գնահատվեց նաև, կարծում եմ արժանիորեն, ներկայացումն ինքն էլ լավագույնը ճանաչվեց, էլի արժանիորեն, որովհետև յուրաքանչյուրը իր տեղում էր, ճիշտ դերաբաշխում էր արած, ճիշտ համամասնություն, հումորի մի կենսախինդ զգացողություն, մի հետաքրքիր ինտրիգող անցումներ ու դժվարանում ես որևէ մեկին առանձնացնել, չնայած առաջատարը հենց Պամելան է, Քրիստինե Հովակիմյանի դերակատարությամբ, բայց նույն Սամվել Թոփալյանը, Հայկը Սարգսյան, Աստղիկ Աբաջյան, նույն Լևոնը, նույն Արան Սարգսյան, որ մի ակնթարթ եղավ բեմում, բայց այնքան տպավորվեց, փոքր դերերի մեծ դերասան։ Կարծում եմ իր ամբողջության մեջ ավարտուն, հետաքրքիր ներկայացում, որ թվում է թե հնաբույր, հնագույն մի պիես պիտի հետաքրքիր չլինի, բայց ես այդ ներկայացումը կարոտում եմ։ Ու շատ հանդիսատեսներ էին կարոտում։ Չգիտեմ։ Շնորհակալություն։ Ձեր ստեղծագործական գործունեության որ փուլն է խիստ վճռորոշ եղել։ Խիստ վճռորոշ եղել է 1990-ը, երբ ես դարձա Հայաստանի աշխատավորուհի արդեն պատմության գիրկը անցած ամսագրի մշակույթի բաժնի վարիչը։ Ու վճռորոշ էր նրանով, ես դեռ 7-րդ դասարանում, հա, Ֆուչիկի դպրոց եմ գնացել, պատանի թղթակից էի, գնում էինք գործնական շրջան էինք, փորձաշրջան էինք անցնում Ավանգարդ թերթում, երեկոյան Երևանում, Ավանգարդից եմ սկսել, բայց դրանք ուղղակի պատանեկան թոթովանքներ էին։ Ես հետո համասարանական տարիներին 1-2 թղթակցություններ արեցի, բայց չկենտրոնացա, վերադարձս եղավ, դա իմ նախասիրությանը, իմ դպրոցական նախասիրությանը եւ շնորհակալ եմ Կամարի Տնոյանին, գրող, հրապարակախոս, հայտնի ժուրնալիստ, որ իմ առաջին խմբագիրը եղավ, նկատեց իմ մեջ ձիրքը գրելու եւ դաժան մարտերից հետո ինձ տրամադրեց կարճ գրելուն, համառոտ արտահայտվելուն,
որովհետև ես, չգիտեմ, վերլուծական մտքի ջատագով լինելով, ես փորձում եմ խորանալ, գնահատել, բացահայտել, ամբողջացնել, իսկ դա ծավալ է վերցնում համարյա ռեֆերատի, կուրսային աշխատանքի, չգիտեմ, մինչև դիսերտացիայի ծավալի։ Գիտեք, մի առիթով դուք ասել եք, որ այսօր դրամատուրգների եւ բեմադրիչների միջև կապ չկա։ Ինչպես է պատահում, չէ՞ որ դրամատուրգը գրում է թատրոնի համար, բեմադրիչի համար, բեմադրիչն էլ ասում է բերեք մի բան, ես բեմադրեմ։ Ես չեմ հիշում դա երբեմ ասել, բայց դրա մեջ այսօր էլ մեծ ճշմարտություն կա։ Բեմադրիչները բողոքում են դրամատուրգիայի սնանկությունից, հատկապես հայ դրամատուրգիայի, բայց ասենք Կարինե Խոդիկյանը մեծ խանդավառությամբ ապրեցնում է իր դրամատուրգիա ամսագիրը, որտեղ գրեթե բոլոր փորձ անողները դրամատուրգիական հնարավորություն են ունենում տպագրելու իրենց պիեսները, կա թարգմանական, դրամատուրգիա, ու առաքում է բոլոր թատրոններին, համարյա չեն կարդում։ Նույնիսկ ասեմ ձեզ, որ Կարինեի հետ միասին որոշեցինք նփակում 1 քառակուսի մետր թատերական փառատոն է նախաձեռնվում ամենամյա, որոշեցինք այնտեղ դրամատուրգիական փորձանող երիտասարդներին կանաչ լույս վառել նրանց համար, միասին հավաքեցինք բոլորի աշխատանքները, հնարավորինս օգնեցինք ճշգրտել, սրբագրել, լավացնել, խորացնել, իրենք առանձնապես պատասխանատվության զգացում չունեցան այդ տեսակ բացառիկ հնարավորությունից օգտվելու, անհամեմատ արժանապատ ներկայանալու։ Իրենք սիրում են իրենց տեքստերը, դրանք դրամատուրգիական նյութ չեն, իրենց տեքստերը ուղղակի իրենք ինչ-որ ձևով, բեմ բարձրացնեն 1 քառակուսի մետր տարածքում, առանց խորը աշխատելու, առանց խորասուզվելու, իսկ ընդհանրապես դեռ Չեխովի ժամանակներից, անտիկ շրջանից դրամատուրգիան թրծվել է թատրոնում, հենց բեմադրիչ ու դրամատուրգ համագործակցությամբ, ու բախտավորները քիչ են հայ դրամատուրգներից, ասենք վերջիններից Ժիրայրն էր Անանյան, որ թատրոնի մարդ էր, այսօր ամենաբախտավոր դրամատուրգները Կարինեն Խոդիկյան, Գուրգենը Խանջյան, մի քիչ էլ Սամվելը Խալաթյան, քիչ են, որովհետև դրամատուրգին պետք է համապատասխան վարձատրություն տալ, նրան էլ աշխատանքի պայմաններ ստեղծել, համաստեղծագործել դրամատուրգի հետ, ոչ թե վերցնել կամայականորեն վերաձևել նրա տեքստը, այլ ռեժիսորական դրամատուրգիայում առավելագույնս հարգել դրամատուրգի հեղինակային իրավունքն ու խոսքը։ Հեղափոխություններին ինչպես եք վերաբերվում։ Արունահեղություն չեմ սիրում, չեմ ընդունում, բայց երբ որ ինչ-որ ապրելակերպ, ինչ-որ բան երկար գոյատևում է, արդեն ծանծաղանում, արժեզրկում, հատկապես հոգևոր դաշտում, թեկուզ սոցիալական, հասարակական, քաղաքական, հեղափոխության անհրաժեշտություն է զգում։ Բայց այդ հեղափոխության գլխին պիտի կանգնած լինեն գիտնական մտավորականները, հստակ ծրագիր ունեցողները, իսկապես ժողովրդի բարեկեցության, ընդհանուր բարեկեցության մասին մտածողները, առաջխաղացման միտումով, նախանձախնդրությամբ, նպատակասլացությամբ, ասենք հեղափոխություն, որի համար պետք է պատրաստել նաև ժողովրդին, 1-2 հոգով, թեկուզ ամենախիզախներով չես անի հեղափոխություն, իսկ ավելի լավ կլինի մեր ունեցած լավը պահպանենք ու բարենորոգենք, վերափոխենք։ Իսկ մեր իմացյալ քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի գործունեությունը ձեզ համար օրինակել է։ Ներկայիս դաշտում։ Ցանկացած։ Ընդհանրապես։ Այդ առումով ես ավելի կողմնակից եմ, որ մեր ներկա քաղաքակրթությունը վարողները
Հետահայաց ուսումնասիրություններ անեն հին հռոմեական հունական քաղաքակրթության մեր թվարկությունից առաջ եղած Լիկուրգից մինչև Կեսար, մինչև Օգոստոս եւ սովորեն ժողովրդավարության ակունքները պեղել ու քաղել լավագույնը։ Մենք մեր անցյալի դասերից չենք օգտվում, իմաստուն չենք մենք։ Բայց դժվար թե Կեսարը բանը դեմոկրատիայի առաջամարտիկ Դեմոկրատիայի առաջամարտիկ չէր, բայց ուներ քաղաքականության մեջ վարել ոչ զավթողականի մեջ, ասենք կարելի է սովորել հին հունական քաղաքպետություններից, հա, նույն սպարտացիներից կարելի է սովորել։ Հեղափոխության, ասենք, առաջնորդ ասում է Սպարտացիների ժամանակ ստրկատիրական կարգեր էին։ Բայց այդ ստրուկների հետ նստում էին հավասար սեղանի ու հավաքվում էին խորհրդի, ինչ որ ձևով հաշվի էին նստում ժողովրդի ու ժողովրդին չէին հյուծում այն աստիճան, որ իրենք զինվոր չունենան։ Չէ՞ որ նույն ստրուկներ իրենց զինվորը։ Պատմական ինչ իրադարձություն է ձեզ ցնցել։ Պատմական իրադարձություններ, վերջին շրջանի պատմական իրադարձություններից, որ Սումգայիթյան ջարդերը, որ, չգիտեմ, այդ վանդալիզմից, այդ բարբարոսությունից 20-րդ դարում խենթանում ես, ինչպես կարելի է, եղբայր ձևացած ժողովուրդների մեջ, մի քաղաքում, մի աշխարհամասում, որտեղ եղել ենք, մենք շինարար ժողովուրդ ենք, չէ, որտեղ եղել ենք, կառուցել ենք, կոթողներ ենք թողել, հա, գրականություն, մշակույթ, թատրոն ենք զարգացրել, ինչպես կարելի էր։ Կա մի ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Ապագայի Հայաստանում։ Այն Հայաստանում, որտեղ միջին բարեկեցություն կլիներ, որտեղ օրինական դաշտ կլիներ, օրենքի առաջ հավասար կլինեին թե երկրի նախագահը, թե արհեստավորը, թե հասարակ մահկանացուն, որտեղ կհարգվեին հոգևոր արժեքները, կպահպանվեին, որտեղ ազգային գիտակցությունը, ինքնագիտակցությունը կլիներ պատշաճ մակարդակի ու կլիներ ապագայի Հայաստանը իր քաղաքացիների հայրենիքը։ Ու հայոց լեզուն մորթազերծված չէր լինի վերազարթոնք կապրեր։ Մանկությունից կա մի պատկեր, որը անջնջելի է առ այսօր։ Մանկությունս ուրախ է եղել, թող որ ասենք բարձր բարեկեցության ատրիբուտներով հագեցած չի եղել, ես պարզ աշխատավորների զավակ եմ, ովքեր որի մեջ կարողացել են սերմանել ընթերցասիրություն, ովքեր ուսման հարկը գիտեին, նրանք հայրենական պատերազմի ժամանակի ծնունդ էին։ Բայց կարողանում էին ինձ համար մեծ ուրախություններ ապահովել, հայրս օրինակ ամանորի տոնը մեր տանը մի տոնահանդես էր սարքում, պատրաստում էինք, չգիտեմ, հատուկ խաղալիքներ էր պատրաստում, լույսերով, տոնածառով, մի իսկական տոնական տրամադրություն էր լինում, տոնածառը անպայման ինքը ամեն մատը մի արհեստ էր, ոսկե ձեռքեր ուներ, տոնածառը անպայման պտտվում էր, այդ խաղալիքները ուրախություն կար, ուրախություն, անսահման ուրախություն ու չգիտեմ, այդ գունագեղությունը ամբողջ առաստաղը, պատերը, տունը զարդարում էր այնպես, որ մի ամիս չէր ուզում այդ զարդարանքներից հավաքելու հրաժարվել, մինչև մայրիկս բողոքում էր ու սկսում էինք մենք ինքներս անել դա։ Ինչ է պակասում Հայաստանին։ Հայաստանին պակասում է իմաստուն տնտեսվարություն, տնտեսվարողներ, ովքեր կկարողանան ապահովել կայացման դաշտ նոր սերնդի համար, մատաղ սերնդի համար, կկարողանան ապահովել մարդկանց աշխատանքով, որը կապրեցնի մարդկանց ու չեն ձգտի անաշխատ եկամուտների,
որտեղ գիտնականը ստիպված չի լինի վերնիսաժում շաբաթ կիրակի առևտուր անել, չարչիություն անել, որպեսզի ընտանիքի համար հավելյալ եկամուտ ապահովի, հա, կարևոր, որտեղ բժիշկը հիվանդի մեջ այցելուի մեջ հիվանդ կտեսնի մարդ, որին պետք է բժշկի, ոչ թե հաճախորդ, որտեղ կհարգեն մեծերին, մի ընտանիք որ լինի Հայաստանը, մի կուռ ընտանիք որ լինի, ընտանիքի հորից, տիրոջից սկսած մինչև զավակները, որտեղ ամեն մեկը իր տեղը կիմանա ու ամեն մեկը իր ուժերի ներածին չափով կկարողանա այդ ընտանիքը պահպանել, կանգուն պահել այդ ընտանիքը, բարենորոգել այդ ընտանիքը ու իր նախասիրությունները բացահայտել, ինքն էլ կայանա, ինքն էլ մարդանա, մարդ, բարի, խաղաղ, հաշտ, համերաշխ, փոխադարձ հարգանքի ըմբռնման վրա, առանց խաբեության, առանց խարդախության, խորամանկությունների, խաչագողության, ինչ գիտեմ։ Որ երաժշտական ստեղծագործությունը դուք կարող եք շարունակ լսել։ Հայ հնագույն հոգևոր երաժշտությունը, մեր խմբերքային երաժշտությունը, մենք հիմա փայլուն կատարողներ ունենք, կատարողական երաժշտական արվեստը մեզ մոտ կարծում եմ բարձրակետի վրա է, Կոմիտասի մշակումները, Եկմալյան, շարունակ կարող եմ լսել, եվրոպական դասական գոհարներ, Բեթհովեն, Մոցարտ, Լիստ, Շոպեն, Բախ, ես որ աշխատում եմ ու փորձում եմ կենցաղային աղմուկից ինձ ապահովագրել, որից չեմ ուզում ուղղակի հա վիճաբանությունների մեջ մտնել իրավունքներս պաշտպանել ստեղծագործողի, ապավինում եմ համակարգչի մեջ եղած այդ հսկա գանձարանին, երաժշտադարանին, խաղաղ մի երաժշտություն եմ ընտրում, կարող է դա գործիքավորումը լինել դասականի, ասենք Ջեյմս Լասթի կամ Պոլ Մորիայի կամ Յանիի, կամ ասենք Դեվիդ Գարետի ջութակով հնչող այդ հա անընդհատ փորձում եմ բազմազանություն գտնել, բայց խաղաղ, ապրեցնող, դա թող Կորտազարը լինի, թող Կալանդրեուն լինի, ընդհանրապես խաղաղ գործիքային երաժշտություն հարուստ մեղեդայնությամբ, հոգի հարստացնող։ Ինչից եք վախենում։ Առանձնապես բարդություններ չունեմ, պատկերացրեք, բայց շատ եմ վախենում սահմանին ծառայող մեր երիտասարդների կյանքի համար, ապահովության համար, շատ, իրենց ծնողների չափ, իրենց մայրերի չափ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շակերտներում այսօր Նվարդ Ասատրյանն էր, բարի գիշեր, կհանդիպենք։